աշակերտներս, Ընկեր Ստեփանյանի ղեկավարությամբ այսօր ձեզ կներկայացնենք նախագծային աշխատանք հայոց լեզվից։ Մեր թեման է արևմտահայերենի ցանցումը արևելահայերենի։ Մեր նպատակն է ուսումնասիրել արևմտահայերենի և արևելահայերենի անցման պատմական, քերականական և մշակութային պատճառները, բացահայտել երկու լեզվաձևերի առանձնահատկությունները, նմանություններն ու տարբերությունները, ինչպես նաև ձևավորել սովորողների մոտ նրանց լեզվաբանական կարողությունները։ Այս նախագծի շրջանակներում մենք ծանոթանանք արևելահայերենի առաջացման և զարգացման ընթացքին, թարմացնենք գիտելիքները երկու գրական հայերենի և դրանց գործառույթների վերաբերյալ։ Արևելահայերենի մի շարք կենական ավանդույթներ, օրինակ արտահայտը արտահայտը անորոշ շոտ է, գիրք է, ողջանդակ, բայց հակառակը ստանում ենք մասնիկի, դառնում ենք մենք։ Այժմ պիտի խոսեմ արևմտահայերի 4 հիմնական բարբառների մասին։ Դրանք են որսայր, կիլիկիա, կեսարական և վաներ կամ վանաբիքիսյան բարբառները, որոնց յուրաքանչյուրը կցուցանեն մեր լեզվի մշակութային գեղեցկությունը։ Առաջին խոշոր բարբառը կամարի որսայր բարբառը, որը համարվում է հիմք արևմտահայերենի։ Ան խոսված է բազմնդապորսում Բրյուսելի և Իզմիթի քաղաքներում մեջ են։ Ան ունի շատ մեծ և գեղեցիկ քերականություն։ Երկրորդ խոշոր բարբառը կհամարվի կիլիկիա բարբառը, որը խոսված է կիլիկիա քաղաքներում մեջ է։ Դրանք են հաճն, մարաշ և զեյթունի քաղաքներում մեջ է։ Այն շատ երկեցիկ ու մեծ բարբառ է։ Կիլիկիա բարբառում պահպանված է մի շարք արաբական և թուրքական բառեր։ Լոկային պատճառով, քանզի կիլիկիան երկար ժամանակ ապրած է օտար տրապեցիան ներքո։ Երրորդ խոշոր բարբառը կհամարվի կեսարական բարբառը, որը հիմնական տարբերություն իր հնչյունական կազմի մեջ։ Կեսարական բարբառում տարածված է կեսարյոսը, բայց ակն և գրին քաղաքներում մեջ է։ Ան ունի շատ բարբառում տարածված է մի շարք հին հայկական բառեր ու բառաձևեր։ Չորրորդ խոշոր բարբառը կհամարվի վանի կամ վանաբիքիսյան բարբառը, որը խոսված է Վան, Բիլտիս և Մուշ քաղաքներում մեջ է։ Այն կհամարվի կամուրջ, արևմտահայ և արևելահայ բարբառներու համար։ Բարբառում պահպանված է մի շարք հին հայկական ձևեր ու բառաձևեր։ Ամփոփելով պիտի, որ այս 4 խոշոր բարբառները կհամարվի արևմտահայերի հիմքը և անոնց յուրաքանչյուրը կցուցանեն մեր լեզվի մշակույթին հարուստ լինելու փաստը։ Արևելահայերենը գործածում է Հայաստանի Հանրապետությունում, Ջավախքում, Իրանի և աղբյուրի երկրների մի քանի գաղթավայրերում։ Գրական արևելահայերենը գործածում է գրեթե կյանքի բոլոր բնագավառներում, համարվում է պետական լեզու և Հայաստանում հայերենը համարվում է ազգամիջյան հաղորդակցման լեզու։ Եղավից հետո արևմտահայերենը պահպանվել է որպես հայաստան գրական լեզու, ներկայումս թուրքի գաղթավայրերից մեկի գործարկում արևմտահայերենը։ Արևմտահայերենը կանոնակրվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին մի շուրջ տաղանդավոր գրողների ջանքերով։ Հակոբ Պարոնյանի մեծատախտի մուրացկաններից մի հատված կներկայացնեն մեր աշակերտները Ծավալյան Անին և Արոյան Նոնին։ Տիկին արդեն իմաց ու ծնծիրված, թե Աբիսովը մաղան կարգված չի, և ես անոր համար բերել եմ։ Անըտ միտք ունի։ Եթե անըտ միտք ունիս, քեզի կնամ ձեր ուզածի պես աղջիկ ջանի, 20 տարի վեր այս գործի մեջ դու, ամենքը կճանչն է, հրամանքի, ինչպես աղջիկ ուզես։ Ավոր աղջիկ ուզեմ։ Գիտեմ, որ ավոր աղջիկ ուզես, ուզածդ աղջիկը հարուստ տալու է, պարկեշտ, 16-18 տարեկան, Ճիշտ։ դաշնակ զարնեք գիտնալ, Գիտենալու է։ աղեք պարեն, Հրամալի։ Ես շատ աղջան չեմ ուզեմ։ կհա։ Շատ լավ, ճիշտ։ Հա, աղջիկը ջերմակ ույն ունենա, թե քիչ մթուխ։ Չեմ մտնում։ Աչքերը սև, թե կապույտ։ Տես, կապույտ ալքսիրեն ձևնա։ Կամի պիտելա, կամի, վազնզի չկրնանա, անակ աղջիկը, որում մեկ աչ կապույտը լավ, մյուսը սև։ Կապույտը լավ։ Շատ լավ, հասակը և բազվել եմ, Երկար։ մեջքը, Մեջքը բարակ ուզեմ, բայց շատ հալուկ չեմ գտ։ Ուզեմ, որ քայլած ժամանակը միսերը շարունակի։ կհացկը, աշխատ հելիք է, ճիշտ ուզածիդ պես աղջիկ կա, որ այս շատ պարկեշտ է և իրեն ներկան տար հոգի համար գերիվար։ Արևմտահայերենը զարգացել է արևմտյան Հայաստանի ամենախոշոր կենտրոնում, Պոլսում, հատկապես Պոլսի բարբառի հիմնման վրա։ Հայոց լեզվի բառապաշարները թե ձևով թե իմաստներով մեծ մասամբ արդի ընդհանուր են արդի գրական հայերենի երկու ճյուղերի համար։ Բառապաշարային տարբերությունը կազմում է 12-ից 15%։ Թե ձևով թե իմաստով տարբեր բառերը կարող են համարվել հետևյալ կերպ. զուտ արևմտահայերեն բառեր,
Արևմտահայերեն այս բառերի գործածությունը արդարացվում է ընդամենը ոճական, արտահայտչական ոճով, օրինակ, ատեն, ժամանակ եւ այլն։ Արևմտահայերեն ավելի շատ գործածություն ունեցող բառեր, արևմտահայերեն այս բառերը նախընտրելի գործածության համար, օրինակ, տնակ, աղքատ, իզել, այրել եւ այլն։ Ձևով նույն, բայց իմաստով տարբերություն ունեցող բառեր։ Երկու գրականներում այս բառերը ունեն նույն ձևը, բայց տարբեր իմաստներ են արտահայտում, օրինակ, ձգել, թողնել, դաշնակ, փոքր դաշնամուր եւ այլն։ Հնչյունաբանական եւ ուղղագրական տարբերություն են ունեցող բառեր։ Մի բառի կամ արմատի հնչյունափոխության զուգաձևություններ կամ ուղղագրական զուգահեռներ, օրինակ, ինյալ, ընկնել, ըլլալ, լինել եւ այլն։ Արևմտահայերենը պահպանվել է սփյուռքահայության շրջանում։ Գրական արևելահայերենը զարգացավ 19-րդ դարերում Մովսես Թարմյանի եւ Միքայել Աբովյանի գործունեությամբ, այն նաեւ զարգացավ Խաչատուր Աբովյանի եւ իր հետևորդների շնորհիվ։ Չնայած լեզվի երկու տարբերություններին, այս լեզվի երկու ճյուղն է ստեղծվել են մեկ ընդհանուր եւ գաղափարի եւ նպատակի համար, պահպանել եւ զարգացնել հայ ժողովրդի ոգին։ 15-րդ դարից սկսած գրական լեզվի զարգացման ընթացքը բաժանվեց երկու ուղղությամբ՝ արևելյան եւ արևմտյան։ Արևմտահայերենը ինքնին կարող է արտահայտել մեկ ազգի պատմությունը մշակույթը, սակայն արևմտահայերենը եւ արդի գրական հայերենը ունեն միասին մեկ ընդհանուր գաղափարներ, սակայն տարբերվում են որոշ տարբերություններ։ Դրանցից մեկն է, օրինակ արևմտահայերենը ժամանակի ընթացքում կորցրել իր կուլ բայտական եւ բայտաշփական բաղադրիչներ, դրանք են ՊԿՏՃ տարրերը։ Օրինակ, արևմտահայերենում մենք չենք սի ճանճ, մենք սինք ջանճ, մենք չենք սի ծով, մենք սինք ծով, եւ մենք չենք սի վատ, մենք սինք վատ։ Հայերեն բառակազմություններ օտար բառերի փոխարեն։ Գրական արևելահայերենը համեմատաբար ավելի շատ է խուսափում օտար բառերի գործածությունից։ Ուստի ստեղծել են դրանք համարժեք բառեր։ Օրինակ, գծակաշ, կանոն, շարժ, մեքենա, համույթ, անսամբլ եւ նմանատիպ մի շարք բառեր։ Մի շարք երաններ ունեն յուրահատուկ ձև, օրինակ, դուն, դու, ան, այն, աս, այս եւ այլն։ Բայը նաեւ ունի երրորդ ի լցորդություն, օրինակ, խոտիլ, պայթիլ, խոսիլ եւ այլն։ Գրավորական ելակետային ձևում ունի ուիլ մասնիկը, օրինակ, սուիլ, սովուիլ։ Արդի գրական հայերենի երկու տարբերակներում զգալի են քերականական տարբերությունները։ Արևմտահայերենի հիմնական յուրահատկությունները հետևյալն են. թեքվելից բառերը հազվադեպ են ենթարկվում շեշտափոխական հնչյունափոխության, ծաղիկ ծաղկին, որդի որդին, սնունդ սնունդով, արկային մը անորոշ հոդը, մարդ մը, գիրք մը, էմ օժանդակ բայից եւ այլ շաղկապից առար ստանում են, ն մասնիկ մը, բացառական հոլովը կազմվում է էկ կամ է վերջավորությամբ եւ ստանում է հոտ, գիրքն, քրոջմն եւ խորմն։ Նախագծային աշխատանքների ընթացքում նաև մենք ստեղծեցինք QR այլագրեր, որտեղ զետեղված են հայոց լեզվի մասին լավագույն ասույթները, որոնցից մեկը ցիտում եմ. ամենայն չարիք մտանի միտս մարդը հանուսունություն է, քույրը զրկվի ճառագայթից արեգական եւ տգությունը զրկի կատարյալ կենաց։ Գերիշեք։ Այս նախագծային աշխատանքի հետ կապված մենք պատրաստել ենք տարբեր պաստառներ, արևմտահայերեն բացատրական բառարան, տեղեկատվական ակցիա, որտեղ ներառված է տարբեր ասույթներ, արհեստական բանականության ստեղծված ուղեր, Խաչատուր Աբովյանի ապագա սերունդներ։ Այսօր կլսենք։ Որը պարզապես աշխատանք չէ։ Այն ներկայացնում է մի ստեղծագործական խորհրդանիշ։ Մեր աշխատանքը կազմված է վերին եւ ստորին հատվածներից։ Վերին մասում մենք ներկայացրել ենք եկեղեցին դրոշը, հայկական զարդանախշերով պատրաստված գորգ եւ պատրաստել ենք հոթձեռքից պատրաստված հոտավետ նոմեր։ Իսկ ստորին որը ներկայացնել մեր ազգային անքակետի շունչը։ Իսկ ստորին հատվածում մենք պատրաստել ենք դսել են միգոֆով եւ հագաղայցյա տեսքով պատրաստված թղթեր, որտեղ որ արևմտահայերենից թարգմանված արևելահայերեն բառեր են։ Ներքևի հատվածի մեր աշխատանքը ներկայացնում է մեր լեզվի երկու ճյուղերի միասնությունը, եւ այս աշխատանքը ցանկանում ենք նվիրել դպրոցի տնօրինությանը։ Նախագծի ավարտին սովորողները պետք է ներկայացնեն համապարփակ վերլուծություն արևմտահայերենի եւ արևելահայերենի միջեւ։ Կարողանան բացատրել, թե պատմական ինչ իրադարձություններ եւ գրական ինչ շարժում տեղի ունեցավ անցմանը։
ստեղծեմ ներկայացում, որը հստակ եւ մաչելի ձևով կամ փոխի թեման։ Ես ձեզի կթողում սուրբ պատգամը, սիրեցեք ձեր լեզուն, ձեր հողը և ձեր մարդը։ Ազգը միայն այն ատեն կմնա կենդանի, երբ իր լեզվով կմտածեք, և իր միշտը կկապեք։ Եթե մորնանք հայերենը, կգործնեք ձեր հոգին, եթե մորնանք հողը, կկտրվեք ձեր արմատեն, եթե մորնանք մարդը, կմեռնի ձեր սիրտը։ Մի վախնաք նայելու ձեր ազգի պատմության, այնտեղ արցուն կա, բայց նաև լույս։ Մի անշնակ ձեր անցյալել, այլ քաջություն արևանոր մեջ է։ Սովորեցեք, աշխատեցեք, շինեցեք, բայց երբեք մի ծախ